Ես մեկ բան կխնդրեմ իմ հայ ժողովրդին, իմ ազգին, հունիսի 7-ին չլինել անտարբեր, գնալ ընտրատեղամասեր, ընտրել քվեաթերթիկ համար 3, որպեսզի ունենանք արժանապատիվ հայրենիք, որպեսզի մեր բալիկները ապրեն միմիայն հայերի կողքին, չգնանք թրքվածման և ամենակարևորը, որպեսզի մենք կարենանք մեր ծնողների գերեզմանին խունկ ծխել, չլինի Արցախի պատմությունը, չկրկնվի նույնը, ինչ եղավ Արցախում։ Փաշինյանը հիմա ասում է մենք Արցախը կորցրել ենք, որ Հայաստանը գտնենք, այս ձևակերպմանը ոնց կարձագանք եք։ Ինձ համար Փաշինյանը ոչ մի արժեք չի ներկայացնում, ինձ համար խոսքը պետք է լինի գործ, այսինքն եթե խոսքը չի համընկնում գործի հետ, այդ մարդուն ես որպես մարդ չեմ կարող կոչել։ Մարդ, որի բերանից դուրս է գալիս խոսք, այսօր ասում է այս բանը, վաղը անում է մեկ այլ բան, այսինքն մենք միշտ խաբկանքի մեջ ենք, մենք միշտ լարված ենք, լույսը բացվելուն պես մեզ միշտ վատ լուր են հրամցնում, մենք ուրախանալու ոչինչ չունենք, ինքը մեր ազգին տանում է կործանման, ինչպես կարելի է Փաշինյանի նման մարդուն համարել մարդ։ Մարդ Արարածը, Սամվել Կարապետյան, Կարեն Կարապետյան, Նարեկ Կարապետյան, ովքեր ժողովրդի ամեն մի խնդրանքին արձագանքում են, չի եղել գեթ մի դեպք, որ ժողովուրդը ինչ-որ բան ասեն և մերժվի Կարապետյանի ընտանիքի կողմից։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։